տարբերակներ ունենք մենք, ունի իշխանությունը։ Առաջինը համբերատար սպասել, երբ է այդ թատերական բեմադրումը, թատերական հրապարակում ինքը իրենով մարվելու։ Եվ իդեպ բոլորը ովքեր այդ տակտիկայով փորձել են ինչ-որ բանի հասնել, բավական լուրջ ձախողում ունեցել են եւ չի կարելի վիճակը համեմատել 89-90-ական թվերի հետ։ Այն ժամանակ փլզվող կայսրության, այսպես ագոնիայի երևույթներ են։ Անկախ Հայաստանում ուղղակի սա հնարավոր չի։ Եվ երկրորդ տարբերակը ոստիկանական գործողություններ կիրառելով մաքրել այդ հրապարակը եւ այդ նաեւ ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ կյանքով ապրել։ Ես կարծում եմ այսօր դա մեծ աջակցություն կլինի առաջերտին այն մարդկանց, որոնք մոլորված եւ այսպես հոգեբանական բավական ապրումների մեջ գտնվում են այդ հրապարակում, որովհետեւ տարբեր հնարքներով ուղղակի իրենց այնտեղ պահում են։ Ինչ եմ անձամբ տեսել, ուրեմն հետևյալ է, առավոտյան ժամը 6-ին ինձ արթնացրին, ես մեքենայի մեջ քնած էի, սովորաբար 7-ին էի արթնանում, ինձ արթնացրին 6-ին, ասացին, որ շարժ կա Փարաքարից եւ Դավիթաշենից, ներքին զորքերի եւ հատուկ չգիտեմ զորամասերի, առանց տեխնիկայի, այսինքն ոչ ջրցան մեքենաներ, ոչ զրահապատ մեքենաներ եւ այլն, հիմնականում մարդատար մեքենաներով, որոնց ետևից, սա ասում եմ, ինչ որ ինձ հաղորդել են, որոնց ետևից բեռնատար մեքենաներով զինվորներ, տարբեր տիպի, 6-ին ինձ արթնացրին, ես դուրս եկա հրապարակ, մարդկանց հետ զրուցեցի, չենք կարծում, որ կարող է այսպիսի բան տեղի ունենալ, որովհետև նման ահազանգիրը մենք ամեն գիշեր ստանում էինք։ Մտածեցինք հերթական բանն է, նույն այդ կրկնությունն է, եւ հանգիստ էինք, բայց բոլոր դեպքերում միացրինք միկրոֆոնները, որպեսզի եթե տեսնենք լրջանում է, կարողանանք ժողովրդի հետ խոսել։ Շատ արագ եկան, մոտարապես ինձ թվաց 6:30, բայց ասում եմ մի քիչ էլ ուշ էր 6:30, 6:40, այդպես երևացին, նախ շրջակա փողոցներում պատտվեցին, հետո մի անգամից հայտնվեցին հրապարակում։ Մոտավորապես 6:45 երևի արդեն բոլորին ոտքի էին հանել, ոչ մի քնած մարդ չէր մնացել, բոլորը հավաքվել էին հրապարակի կենտրոնում ու Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց ժողովրդին։ Ես միկրոֆոնից մեր ժողովրդին ասացի հետևյալը, ես խնդրում եմ հանդարտություն, հանգստություն, ոչ մի ընդվզում, ոչ մի բողոք, ոչ մի կոչյուն եւ ասացի սպասեք տեսնենք ոստիկանությունը մեզանից ինչ է ուզում։ Ասացի ոչ մի կոնտակտ ոստիկանության հետ, ոչ մի շփում եւ ասացի տեսնենք ոստիկանությունը ինչ է ուզում մեզանից։ Սա եղել է իմ վերջին խոսքը, այդ շարքերը ոստիկանական շարժվեցին առաջ եւ սկսեցին մահակներով ուղղակի ջարդել այդ ժողովրդին։ Դա եւ երկու բան եմ տեսել, մահակներ եւ այդ էլեկտրոշոկի կայծեր։ Ծեծում են ժողովրդին, ուզում են երեխա լինի մեծ, կին լինի, չէին խնայում, ոչ մի բանով, երևի դուպինտակ չէր, երևի լոմերով,
Սպանում էի։ Մենք մնացել ենք գիշերը այնտեղ, իրանք իմանալով 6:30 հետ մոտեցել։ Եկան արդեն ժողովուրդը կիսակ ուներ բան, ժողովուրդը իրար տեղեկացնում են, որ գալիս են, սպեցը գալիս է, բոլոր զինվորները տարբեր կողմերից մեր չափ կլինեին, կարող է մեզնից էլ շատ լինեին։ Այդտեղ կանայք էլ կային, տարբեր տարիքի, տարբեր սեռի մարդիկ կային, անխնա, երևի Ղարաբաղից էին բերել, որ կարգին կռվեն լավ ծեծել այդ ժողովրդին։ Եկել էին տարբեր կողմերից ջարդուխոտ էին անում։ Մի 5-6 հոգով, 10 հոգով հասնում էին կանանց խփում էին։ Եղել է շատ հասնում էին, բոլորին ծեծում էին, անխնա։ Մի 15 հոգով հասնում էին, մեկի վրա ջարդուխոտ էին անում։ Մեկի տանում են։ Փետրվարի 29-ին օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ ցուցարարներին պետք է բաժանվեն մեծ քանակությամբ հրազեն, նռնակներ, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր եւ մահակներ։ Տվյալներ կային, որ մարտի 1-ին մայրաքաղաքում պետք է ձեռնարկվեն սադրիչ գործողություններ, հրահրվեն զանգվածային անկարգություններ։ Նույնպիսի օպերատիվ տվյալներ են ստացվել նաեւ ազգային անվտանգության ծառայությունում։ Ոստիկանության աշխատակիցները այդ նյութերն արգրավելու եւ իրավիճակը վտանգազերծելու նպատակով ցուցարարներին կոչ արեցին համապատասխան զննություն կատարելու հնարավորություն տալ։ Սակայն կոչին անսպասելիորեն հաջորդեց նստացույցի մասնակիցների հարձակումը ոստիկանների վրա։ Զգուշացրեց Տեր-Պետրոսյանը ոստիկաններին, որ մեր շարքերում կան կանայք, կան երեխաներ, հաշվի առեք, եթե ասելու բան ունեք, խնդրեմ, եկեք ասեք։ Որևէ մեկը չի մոտեցել, որևէ բան չի ասել։ Այդ որ ասում են մենք գնացել ենք խուզարկելու, որևէ նման բան չի եղել, որևէ դիմում, որևէ կոչ, ոչ մի նման բան չի եղել։ Անձայն լուր օղակը սկսեց սեղմվել ժողովրդի շուրջը։ Ոչ մի զգուշացում չի եղել, ոչ մի ինչ որ ժամանակ չի տրամադրվել։ Իմ ելույթի վերջին խոսքի վրա տեղի ունեցել այդ արդեն հարձակումը եւ ասում եմ 10-15 վայրկյան հետո արդեն իմ թևերն են ոլորել իջեցրել հարթակից։ Ժամը 6 կոմերը հանգիստ քնած մտել են ջոկոտոր ճանեն դուբինգա եղել ու մեր գարժանսկի շիվդեն պոկա եղել թե ինչ եղել խպետ ինձ ես ինգա որոք երկրտ ինգա ոսկի ծեծել է տրոյլ են ձեր պոքսիտ ինգա եղել աղկնիչ պետք ինգա կազոտ ինգա փորի մեր գիտեխի ծեծել է Yo xamal meğaz etmesem artık kudret martın gelin genç partime. Etçanın partine de tıkme. Etçanın seçme. Mikke bazı sporun beş hatırlık. Работаю Бексанскис. Салкан. Халатышный городок было. Зейнгстинген Чейнкара. Դվադություն ցույց տանք, գնացինք, ողում գավթարների չարցինք։ Ձախով մի գրուպար հրաշտասկի, ժողովրդական բանից ձեռացեցանք ընդունել ես լսվան բերեցար, կարակով բանով խուպեցնուր լսվան բերեկներ ես։ Ինչով խուպեցին? Կարակներով, շարիկների միջև կարակում էին, որ մենք ութո բանով ճարտեցին, Վերջին շփոթը նրա բարակից։ Օրնախախների ագրեսիվությունը աճում էր։ Ստեղծված իրավիճակի անկախատեսելիությունից եւ իրավախախտումների բնույթից ելնելով օպերատիվ որոշում կայացվեց օրենքով նախատեսված շրջանակներում համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Իրավախախտները սկսեցին դիմադրություն ցույց տալ մահակներով, սուր ծակող կտրող գործիքներով, մետաղյա ձողերով։ Բախման հետևանքով ոստիկանների մեջ կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Առաջին շարքերի հետևում կար պահեստային շարք ոստիկանների, մենք դա տեսանք, եւ հետո տեսանք նաեւ ավտոմատավորներ նրանց հետևում։ Այսինքն առնվազն 3 շարքով կային ու որևէ շանս
ինչ ասեմ, աբսուրդ է ասել, որ ժողովուրդը նրանց ինչ որ դիմադրեց, ինչ որ տուժեցին նրանք, դա ուղղակի աբսուրդ է հաշվի առնելով ուժերի անհավասարությունը։ Մի քանի վայրկյան հետո հարթակում հայտնվեցին նախագահի պահպանության, չգիտեմ, ծառայության աշխատասպաները Սարգիսովի գլխավորությամբ, Գրիշա Սարգիսովի անմիջապես ինձ շրջապատեցին, իմ թիկնապահները ինձ պաշտպանում էին, 5 թիկնապահ, օրինական, որոնք նույն այդ ծառայության մի բաժանմունքն են։ Նրանք ենթարկվում են Գրիշա Սարգսյանին եւ իմ ծառայության պետը նույնպես գնդապետ Սմբատ Գասպարյանն է։ Իմ տղաները ինձ պաշտպանեցին, բայց շատ հեշտությամբ նրանք շատ էին եւ ավելի հաղթանդամ։ Իմ տղաներին մի կողմ մեկուսացրին, ինձ ձեռքերս մի ձեռքս մտավ այսպես թափով ոլորելով Գրիշա Սարգիսովը, մյուս թևս մի ուրիշը, իր տեղակալն էր, թե ով իրես չեմ ճանաչում։ Եվ ինձ իջեցրին հարթակից դեպի այս որտեղ մեքենան է կանգնում։ Եվ ինձ փորձեցին դուրս հրավիրել հրապարակից։ Իմ տղաները նորից եկան ինձ շրջապատեցին, կանգնեցինք, ես ասի հրապարակից դուրս չեմ գա։ Ես հրապարակից դուրս չեմ գա, ինձ ձերբակալեք, ես հրապարակից դուրս գամ միայն ձեռնակապերով կամ ձեռքերս բոլորելով։ Խնդրեմ ասի դիմեք Աղվան Հովսեփյանին, թող սանկցիա տա, եթե դուք համարում եք սա անօրինական հավաք, անօրինական միտինգ, ապա այդ անօրինական հավաքը եւ այդ անօրինական միտինգը ես եմ կազմակերպել, ուրիշ պատասխանատու չկա, եւ միայն այս պայմանով դուրս կգամ հրապարակից։ Այդ ընթացքում արդեն շատ կարճ տևեց, չգիտեմ, այդ գործողությունը 10-15 րոպե արդեն հրապարակը մաքուր էր։ Հրապարակում մարդ չկար եւ լցված էր ամբողջությամբ ոստիկաններով, բացի հրապարակում եղած ոստիկաններից, որոնք բուն գործողություններ էին կատարել, նաեւ շարքերով շրջապատված էր ամբողջ հրապարակը կլոր, մի քանի շարքով։ Հետո ես նկատեցի նաեւ Թումանյանի վրա, փողոցներում էլ այդպիսի շարք կար։ Թումանյանի կոմը նկատեցի, ասում են սա այդ տոմաները։ Սկսեցին ավերել այդ բաները, հարթակի դինամիկները, ուղղակի քացով խփում կամ մահակներով խփում, թափում էին դինամիկները, բոլոր վրանները կործանեցին, անմիջապես սկսեցին ինչ-որ բաներ փնտրել, ինչ-որ ձողեր, չգիտեմ։ Ես տեսա, որ իրենք էլ են այդ ձողերը մտցնում եւ իրենք օպերատորներ ունեին, նկարում էին, ձեռքները բռնած, սպաների ձեռք, գնդապետների, փոխգնդապետների ձեռքին ես այդ բաները տեսա։ Հրապարակ մտնելիս։ Այդ ամենը իհարկե նրանք նկարում էին, օպերատորը փորձեց ինձ նկարել, ես նրան մի այսպես ողջույն ուղարկեցի, անմիջապես ամաչեց շրջվեց։ Զնությամբ օպերայի հրապարակում հայտնաբերվել է 2 հատ ձայնալուսային նռնակ, 10 հատ S1, RG42, RGD5, AP92 տեսակի նռնակներ պայթուցիչներով, TT ատրճանակ 1 հատ, իսպանական արտադրության Astra ատրճանակ 1 հատ, չեխական արտադրության 6.35 մմ տրամաչափի ատրճանակ 1 հատ, ավտոմատի լիցքավորված պահունակ 2 հատ, 1 հատ 200 գրամանոց տրոտիլային պայթագլանիկ, մուվ հարվածային մեխանիզմ 1 հատ, 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ 25 հատ, կարաբինի փամփուշտ 25 հատ, 1 տուփ 30 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ, գազի բալոն 13 կիլոգրամ կշռով վրան գրված քլորոդիկլոմեթան, մեծ քանակությամբ երկաթե ձողեր, փայտե մահակներ, 2 հատ ներարկիչ օգտագործված, 48 հատ տրիստալին տեսակի հոգեմետ դեղահապ, 10 հատ ցիկլադոլ, մի քանի տասնյակ երկաթե ամբրաններից պատրաստված ոզնիներ, 1 կանիստր բենզին եւ դյուրավառ հեղուկով շշեր։ Նրանք զինված էին մահագներով, երկաթյա ձողերով, ինչպես նաև մեր ազնագազմի վրա ներվում էին երկաթյա ձողերից դուք արդեն հնարավորություն եք ունեցել ցուցադրելու նման կադրեր, մենք ոզիններ անվանեցին դրանց,
սուր ծայրեր ունեին եւ դրանք մեծ վնասվածքներ էին հասցնում ոստիկանության աշխատակիցներին։ Ես այդտեղ մնացի մինչև 8:30-8:35 երևի։ Իսկ դա տեղի ունեցել 6:30 մոտ։ Ինչքան այլնում։ Մոտ 2 ժամ։ 2 ժամ նստարան էր, ես նստեցի, ծխեցի, ջուր խմեցի, հանգիստ։ Ինձ այլևս ոչ ոք չմոտեցավ, իրենց գործերով էին զբաղված։ Անցավ եւս որոշ ժամանակ, նորից Սարգիսովը մոտեցավ ինձ, պետք է գնաք այստեղից, ասի նույն պայմանով։ Ուրիշ ոչ մի պայմանով ես այստեղից չեմ գնա։ Վերջը այդպես մի քանի անգամ էլ գնաց եկավ, չգիտեմ գուցե խորհրդակցում էր վերևների հետ։ Եկավ, հետո իմ թիկնապահներին պես շարքով եկան մի կողմ դրեցին, ես մնացի մենակ։ Ինձ հրավիրեց մեքենա, նոր ուրիշ մեքենա էին բերել ոստիկանական։ Ինձ հրավիրեց մեքենա, ես ասի չեմ նստի։ Խնդրեմ ասի դերքերս բոլորիդ ընդհար։ Այդպես էլ արեց։ Նստեցրեց, հասցրին տուն, շատ արագ 5 րոպեում հասցրին տուն, ներս չմտան, դարպասների մոտ ինձ իջեցրին, տղաների դիմավորեցի, ես եկա։ Հետո պարզվեց, որ չգիտեմ դուք եք տեսել արդեն, փակել են իմ 2 դարպասները, երբ որ դա իմացա, ես իմ թիկնազորի պետին ուղարկեցի, պարզելու թե ինչ կարգավիճակով եմ ես այստեղ, արդյոք տնային կալանք է թե ոչ, ասին չէ, այդպիսի սանկցիա չկա, այդպիսի հրաման չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու։ Սա մեկ, եւ երկրորդ ասել են, որ ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու։ Ուրեմն 2 շրջան էին արել, մեկը հրապարակի վրա, մյուսը հրապարակին հարող այդ 4 փողոցների երկարությամբ։ Այս վերջի շրջանը դեռ ամբողջությամբ փակ չէր, մասնավորապես Մաշտոցի պողոտայի կողմից ես մոտեցա միլիցիոներներին, փորձելով ներս անցնել, որովհետև դեռ շարունակում էին այնտեղից դուրս բերել մարդկանց։ Այն ինչ որ ես տեսա, հիմնականում այսպես դուրս էին բերում ու լցնում մեքենաները, որոշները հեռանում էին, ասենք ում չէին ճանաչում երևի, լցնում էին մեքենաները, որոնք այնտեղ այդպես մեքենաներ շատ կային։ Այստեղ ինձ բավականին կոպտորեն վրա տվեց մի փոխգնդապետ, որովհետև ես պարզապես փորձեցի իմանալ ինչ է կատարվում եւ ինչ իրավունքով են այդպես վարվում մարդկանց հետ։ Վրա տվեց ընդհանուր մինչև նա ինձ փաստորեն վանեց մինչև մյուս մայթը, Թումանյան փողոցի մյուս մայթը, մոտարապես մոտ Թումանյան Մաշտոց խաչմերուկին։ Ժողովուրդը ինձ տեսնելով ահագին մարդ հավաքվեց, 500,000 կամ 2,000 հոգի, կանայք, երեխաներ նույնիսկ։ Բոլորը սկսեցին վանկարկել Լևոն նախագահ։ Դա տեսնելով ինձ մոտեցան եւս 3 հոգի, ասելով թե ես եմ պատճառը դրա։ Դա մոտարապես գտնվում է 5 Երևան ռեստորանի եւ Մաշտոցի պողոտայի այդ հատվածում մտել է եւ բռնեցին ձեռքերիցս նստեցին մեքենա եւ տարան ոստիկանության կենտրոնի բաժանմունք։ Ինձ ու եղբորս խփել են օպերայի հրապարակից դուրս,
Ատլանտիկ այդ բանի ռեստորանը, թե սրճարանի դիմաց հյուսիսային պողոտա չհասած, այսինքն մենք հենց շրջագծից օպերայի դուրս եկած էինք, ընդ որում մեզ խփել են թիկունքից, ինչի արդյունքում ես բնականաբար հայտնվեցի գետնին ու այդ ժամանակ էլ հարձակվեցին, սկսեցին ընկած տեղը խփել, լավ էր, որ եղբայրս հետս էր ու ինձ բարձրացրեց, մի կերպ մենք Թումանյան փողոցը կարողացանք անցնենք, վազելով, տենց կիսակաղալով եւ այլն, ու արդեն իջանք դեպի հրապարակ։ Երբ որ մենք արդեն մեքենայով լքում էինք ընդհանրապես քաղաքի կենտրոնը, տեսանք, որ ժողովրդին զորքը հետապնդել էր մինչև կրկես։ Ես անձամբ տեսա, ոնց ֆրանսիական դեսպանատան դեմով ոնց էր մարդկանց խումբը փախչում ու իրենց հետապնդում էին, մինչև ֆրանսիական դեսպանատուն հետապնդում էին ոստիկանները։ Եկեք նկարեք, Նոր, հենց նոր։ Հենց նոր։ Մեկան շոպրտեցին, գնացին։ Միլիցիա հենց նոր եկան, այս քայլով շոպրտեցին, քայլով խփում էին։ Ու հիմա գնացին։ Սաղ այսպես ծերից սաղ արունա։ Մի քիչ առաջ նկարեք 70 տարեկան կնա էլեկտրոշոկ է տալիս։ Մի ամիտ այդ հումա էլեկտրոշոկ է տալիս։ Որտեղը սիրտը կանի մնա։ Մեզի տանում են հյուսիսային պողոտա մի 50-60 հոգով, քչով գցում են, իրանք լիքը շատ, հասնում են մեր վրա ջարդուխուրդ են անում, բոլորիս։ Ինձ ուզեցին ավտոյի տակ գցել, ես հազիվ փախա, մի 4 մետր բարձրությունից է վախից թռնում էինք ներքև առանց մտածելու, թե մեր հետ ինչ կլինի, մենակ թե իրենց ձեռքը չընկնենք, որովհետև գիտենք, թե ինչ է կատարվելու։ Արա վարդա։ Զույցին աշկերից ու է ճախսը։ Սաղարը ջրով լվակ։ Եստոր պեր մորը։ Ադա ջուր չանես կազա ինչ ես անում։ Չէ, արես։ Ջուր չանես կդա։ Թողնա, 10 ռոպե։ Եկա։ Տուր ապել։ Դուք չես տորա դու, մերկը ես էլի։ Կլավիշին ես խպում արա։ Այ շականներ արա, կնալիքին ես խպում արա։ Մի վախես։ Մի բան չկա, սավտան, բան։ Հայրս առողջան դուրս եկել առևտրի, մեզ ծանոթներից զանգեցին, ասացին, որ ինչ-որ կրակոցներ և այլն կենտրոնում, դե մենք անհանգստացանք, ասացինք կարող է այդ կողմը գնացած լինի, անհանգստացանք, ես ու մայրս տնից դուրս եկանք իր հետևից, Աբովյան փողոցի սկզբին ոստիկանները Հյուսիսային պողոտայով վազելով եկան, առանց ինչ-որ տարբերության ով ձեռը տակը ընկավ, նույնիսկ երթուղային տաքսին կանգնացրեցին, մարդկանց մեջից անցին սկսեցին ծեծել։ Դրանցից մեկը որոշեց արձակվել մորս վրա, դե ես ստիպված ինքնապաշտպանություն ցուցադրեցի, բոլորով հավաքվեցին վրես, գցեցին գետնից, քրեցին ծեծել։ Այնտեղ ինչ-որ տրաներ կային կանգնած, ովքեր ինչ գիտեմ, այս վերևից վազեցին, այդ հյուսիսային պողոտայից մենք Միլանու խանութի մոտակայքում ենք, այդտեղ ենք,
վազեցին, սենց եկան դրանց հետևից մեզ սենց ոտի տակ տվին, հայհոյեցին ինձ, տղաս էլ պատասխան, ասեցին չես հայհոյում իմ մորը, գցեցին գետնին, վայ, ես ինչ վիճակ է, ես գոռում եմ ինչ եք անում, մենք ընդհանրապես անցորդ ենք, մենք ոչինչ չենք արել, էլի ինչ եք ուզում ես տղայից, վայ, ինձ էլ խփեցին, գցեցին, փողոց գոռում էի, ճիչում էի, Աբովյան փողոցում ընկել էի, կանչում էի, ժողովուրդ, ես ինչ ա կատարում, անմեղ տեղ ես տղայից, տեսա որ ուրեք ցնցում ա ստանում իմ տղաս, հասկանում եք, հարևանն ես պատահականացնելիս ինձ ուղղակի այսպես գրկեցին ու չթողեցին, որ ես էլ գնայի իր հետ նստեի այդ մեքենան, հասկանում եք, մենք ընդհանրապես անցորդներ ենք, ոչ քաղաքականությամբ ենք զբաղվել, երբևիցե, ոչ մի կուսակցության անդամ չենք եղել, հասկանում եք։ Երևուչկայից երեխս տունված 4 աման չի եղել, 15 տարեկաները տալված, 46-ով եկել այդ ջլագաղակի կենտրոն, նոմեկով կիզ են ճարտել, աշիտագորած, 15 տարեկաները ինչ կապ ունի, կապ ունի անչապաս է երեխա, ես ինքս մանկավարժ եմ, կապ ունի անչապաս երեխա, երբ որ ես առավոտյան իմ երեխային դպրոց եմ ուղարկել, կիզը ճարտված աշկի տակը կապտած տունակ է, ինչի համար, Բաժանմունքում էի արդեն ժամը 9-ի մոտերը։ Մոտ մի 30 ձերբակալված մարդ եմ տեսել այդ ընթացքում բաժանմունքում, մի քանիսը ծեծված, երկու հոգի ծեծվել էին այնքան ծանր, դրանցից մեկը հատկապես ծանր, որ ժամը 10-10:30-ի մոտերքը շտապօգնություն եկավ նրանց տարավ։ Չգիտեմ նրանց հետ ինչ է պատահել հետագայում։ Ոչ չեն ասել, ես ոչ մի դիմադրություն ցույց չեմ տվել, ինձ ուղղակիորեն Ինչու ներեցեք, սա իմ իրավունքն է, ես այստեղ փաստում եմ, որ ես փաստաբան պահանջելու ինձ դուք հարվածեցիք լրագրողների մոտ, այո, ես իմ փաստաբան պահանջելու իրավունքը մինչև այս պահը փաստում եմ Վաղ առավոտյան եղել ենք կենտրոն ոստիկանությունում, փորձել ենք իմանալ այն անձանց ճակատագիրը, որոնք մարտի 1-ի լույս առավոտյան բերման են ենթարկվել, ձերբակալվել էին, մեզ հնարավորություն չընձեռվեց երկար ժամանակ տեսնել, որից հետո ես եւ Տիկին Ալավերդյանը այցելություն խնդրեցինք, տեսակցություն խնդրեցինք փոխոստիկանապետի պարոն Մահտեսյանին, նրա մոտ 20 րոպե եղանք, զրուցեցինք, որից հետո նորից եկան կենտրոն ոստիկանություն, փորձեցինք նորից մուտք գործել ոստիկանության շենք եւ տեսնել ինչպիսի իրավիճակ է այնտեղ, մեզ ոչ մի ձեւ դա թույլ չտրվեց, որից հետո արդեն ասացին, որ ժողովուրդը հավաքվել են Միասնիկյանի արձանի մոտ, գնացինք Միասնիկյանի արձանի մոտ։
Աննեղերը խուկոշիկա, ժողովուրդը լրայք։